Ամեն երեքշաբթի Սուրբ Սարգիս եկեղեցում խոկման ժամ է։ Խոկում մտորելու խորհելու ժամ, այս անգամ մարտի 6-ին խոկմանը մասնակցում էին Արարատ հոգևոր միության սաները, թեմի բոլոր երիտասարդաց միությունների հոգևոր հովիվները, ՀՀԿ-ի հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները։ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը ներկաներին պատմեց, որ դեռևս 1989-ին այս թեմում առաջնորդական փոխանորդության տարիներին երիտասարդներին եկեղեցու շուրջ համախմբելու համար Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը ստեղծել է եկեղեցասեր երիտասարդաց միությունը։ Մեր սպասումը Աստծուց այն չէ, որ Աստված մեր երազանքները իրականացնի։ Մեր սպասումն այն է Աստծուց, որ Աստված կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխի։ Քարոզից հետո եկեղեցու լույսերը հանգցրին, խոկման եկածները ծնրադրեցին աղոթելու։ Շատ հաճելի է գալ, առանձնանալ աշխարհից, չգիտեմ, աշխատանքից, հոգսերից։ Շատ հաճելի է լսել այդ երաժշտությունը, շփվել հոգևորի հետ։ Հոգևոր սնունդ է ու առանց դրա մարդը կարծում եմ ապրել չի կարող, մանավանդ այսօրվա հասարակության մեջ։ Ես նայում եմ իմ ներսում, լսում եմ եկեղեցում հոգևորականի խոսքը եւ իմ կյանքն եմ վերլուծում, փորձում եմ մոտեցնել ինձ Աստծուն, ինչքան հնարավոր է դա։ Ավելի հոգևոր կյանք ապրելու ցանկություն ես ունենում ակամայից։ Խոկման արարողությունը իմ համար հոգևոր խաղաղության համար է, որ ես գալիս եմ հոգեպես խաղաղում եմ Տեր հոր խոսքերից։ Մի անբացատրելի զգացողություն, անբացատրելի մթնոլորտ է տիրում այդտեղ։ Ուզում եմ կոչ անել բոլորին, համեցեք ամեն երեքշաբթի Սուրբ Սարգիս եկեղեցի ժամը 18:00 խոկման ժամ, հաստատ չեք փոշմանի, շատ լավ է, շատ, չգիտեմ, չեմ կարող բառերով բացատրել։ Խոկման ժամին հավաքվածներն աղոթում են նաև Սուրբ եկեղեցու զորացման, հայրենիքի խաղաղության, ժողովրդի բարոր կյանքի եւ հոգևոր վերելքի համար։ Բոլոր մասնակիցների համար սա մոտորելու, առանձնանալու, հոգևոր վիճակը քննելու եւ վերագնահատելու բացառիկ միջավայր է։